Բազմանիստերի հասկացությունը, պրիզմա։ Կարելի է։ Շքախումբը ժամանեց։ Ուշանում եք, կարևոր գործեր կային, նստեք, նոր դաս են բացատրում։ Շնորհակալություն։ Այսօրվա դասը բազմանիստերի մասին է։ Բազմանիստերի հասկացություն։ Կներեք, հա։ Դու ես ուզում բացատրես նոր դասը։ Չէ, ես լավ չեմ զգում, կարող եմ գնալ։ Ինչու՞։ Ջերմություն ունեմ։ Մի քիչ առաջ շատ աշխուժ էիր, ինչ պատահեց։ Ես կարող եմ գնալ։ Դու շատ վատ գնահատակամել ունես վերջերս։ Ու շատ ես բացակայել։ Ես քեզ հիմա տակության դեմ մի տեղ կտամ։ Նստիր։ Կարդա նոր դասը, իսկ ես հետո կբացատրեմ։ Հուսով եմ քեզ շատ լավ կզգաս։ Ես փորձել եմ, շատ է օգնում, չմտածես։ Լսում ենք։ Վերջ, լսում ենք։ Մենք սպասում ենք։ Ինչպիսի հոգատարություն։ Ինչա՞։ Ասում եմ ինչպիսի հոգատարություն, որ դու ես եփել սուրճդ։ Ինձ չես ասել կամ եփեմ։ Զարմացնում ես։ Ճիշտ ես ասում։ Դե ինչ անեմ, դու հոգնած մարդ ես։ Շատ ես աշխատում, չէ՞։ Նստի, այտենց մի քիչ հանգստացի։ Դու էլ առանձնապես հոգնած չես։ Ժամին նայել ես։ Ինչի։ Հեչ, տանն ես դեռ։ Մոռանում ես, հա, երևի, որ մենք շատ գործ ունենք անելու, ու եթե սենց շարունակվի, հաստատ չենք հասցնի ոչինչ անել։ Ստիպված կլինենք մի կերպ ապրել։ Մի մտածի, հաստատ սոված չես մնա։ Ես դրա մասին չեմ խոսում մենակ։ Դա ինչի մասին ես խոսում։ Մեր երեխու մասին եմ խոսում։ Ոնց ենք լուծելու այդ հարցերը։ Մեր երեխու մասին մի անհանգստացի, մեր երեխեն ամեն ինչ ունի, ամեն ինչ նորմալ է։ Դու հանգիստ ես։ Ինչ ունի, հետաքրքիր է։ Հատ ասա էլի, այդ ինչ ունի մեր երեխեն։ Չի կարողանում ընկերուհիներին մեր տուն հրավիրի։ Դու մի տարի առաջ մեքենա վաճառել ես, չէ՞։ Վաճառեցիր, ասեցիր, հետո նորը կգնենք։ Մինչ օրս չկա այդ մեքենան, ուր է։ Ես չեմ հասկանում, մարդը կարողանա մեքենա առնի, բայց ինքը ոտքով ման գա, հա։ Մի տարի ասում ես տունը կվերանորոգենք, նոր կահույք կառնենք, ուր է։ Չի կարողանում մարդ հրավիրի այդ երեխեն այս տուն։ Ուրիշ բաներ մի խոս, հա, մենք շատ նորմալ տան մեջ ենք ապրում։ Շատ։ Դու մի բան հասկացի, որ մարդիկ կան, սկետ տանիքներ չունեն իրենց գլխին։ Ես բոմժերի մասին չեմ խոսում։ Իսկ ինչ վերաբերում է մեքենային, ինձ մեքենա պետք չի։ Ոյ, այդ ինչ նորություններ։ Մերա տաքսիներին փող տալով ավելորդ։ Լսի, դու էլ նստի երթուղային տաքսի։ Էդ ուր ես տենց շտապում, որ ամեն անգամ տաքսի ես նստում, հե։ Մի խոսքով հավես չունեմ, հա, այդ թեման փակվեց։ Հավես չունեմ։ Եթե մեքենա չես գնելու, ուրեմն այդ փողով մենք պետքա վերանորոգենք տունը, որովհետև երեխեն էսա ընդունվելու է, ու չգիտեմ, այդ նոր շրջապատը, որ գոնե կարողանա գնա ու գա մեր տուն։ Այդ գումարը էլ չկա։ Վայ, շատ ծիծաղալու է։ Շատ, հեսա կմեռնեմ։ Շատ իզուր ես մեռնում, ես կատակ չեմ անում։ Այդ գումարի մեծ մասը չկա էլ։ Այսինքն, ոնց չկա։ Այդ ինչ է նշանակում չկա։ Ինչ է նշանակում։
Այն անշանակում, որ ես վերջին մի տարին իմ գործերը այդքան էլ լավ չէին։ Օֆիսի գործերը լավ չէր։ Ու մենք ստիպված այդ գումարից էինք ծախսում։ Ոնց էր այդ գումարից ծախսում գժվել ես։ Լսի մի հատ հանգստացի ու մի գոռա։ Ոնց չգոռամ։ Մի գոռա ասեցի։ Ինչ ես ասում դու Ալբերտ հիմա։ Բայց մամա ջան։ Ինչա նշանակում մենք այդ փողը ծախսել ենք։ Հիմա դու մտածում ես ինձ ինչ ես ասում Ալբերտ։ Հա? Բաս ինչ եմ քեզ ասում։ Եթե դու ուղեղ ունենայիր ու մեկ-մեկ գոնե ինձ հարցնեիր ոնց են իմ գործերը, այ հիմա անակնկալի չէիր գա։ Լսի, դու ուզում ես ես խելակ արվեմ, ես չեմ հասկանում։ Ոնց թե գործերս վատ են։ Այդ մինչև հիմա լավ են, միանգամից վատացան, ես ինչի տեղյակ չեմ դրա մասին։ Հեսա երեխան պիտի ընդունվի։ Հասկացանք, մի անհանգստացի դու դրա Ու մասին։ ինքը ինձ ասում էր, մենք փող չունենք։ Բա ինչ անեմ, ասում եմ, բա ինչ անեմ։ Կարող եմ մի օր էլ ասես աղքատ կյանքով պետք է ապրենք։ Հա? Մի բան մտածի, ասում ես ինչ անեմ։ Գնա աշխատի, ինչ ես հիմա տանը նստած։ Այդ երևի խանգարում եմ, հա, իմ տանը նստելով։ Մի քիչ ուշ եմ դուրս եկել, դու էլ սուրճը չես կարողանում, հա, սիգարետով վայելես։ Հիմա բաներ մի խոսա, հա։ Ուրբ, սկայուն ես դարձել, ամաչում ես, հա, ինձանից երևի։ Ման գտավ ասելու։ Ես քեզ ինչ եմ ասում, դու ինչ ես ասում։ Ինչ ես ասում։ Գնա աշխատի ասում եմ։ Ասեցի մի գոռա, ինձ համբերությունից չանես, լսի։ Հիմա որ իմ երեխեն այս վիճակում ես ինչ ասեմ, գնամ ասեմ, փող չկա բալես, հա։ Հասկանում ես, որ այդ երեխուս համար հարված կլինի։ Էն էլ հիմա։ Էդը տենց լավ կին ես, տան մայր ես, փորձի մի քիչ ծախսես։ Ոնց քիչ ծախսեմ։ Տենց, ոնց են քիչ ծախսում։ Լսի, ինչ ես առաջարկում։ Մի ամիս նույն շորով մանգամ, հա։ Թե քրոջս նման ամենով կարտոշկա տամուտեք։ Մենք այդպես չենք ապրել, հասկանում ես։ Չգիտեմ, ինչա լինելու, չգիտեմ։ Իջի, հա, բեմից մի հատ։ Մի հատ բեմից իջի ու հասկացի ինչ եմ ասում։ Ես քեզ չեմ ասում սոված նստելու ենք։ Բայց կին ես։ Տան տնտեսուհի ես։ Մի քիչ փորձի քիչ ծախսես, այդքան բան։ Ես քիչ եմ ծախսում։ Ես մի օրվա մեջ չեմ կարող իմ ապրելակերպը փոխել։ Չեմ կարող։ Տղամարդուն վայելա, հա, որ ինձ ասում ես տնտեսի։ Դու գնա շատ աշխատի, ոչ թե ես պետքա տնտեսեմ։ Հանգստացի, ոչինչ։ Քիչ կսովորես։ Ամեն ինչ էլ մարդու համար է։ Սուտ ես ասում դու։ Սուտ ես ասում, որ ես ջղայնանամ, ուզում ես ինձ դաս տասել, ինձ Ինչ ուզում ես մտածի, ինչ չի հետաքրքրում ընդհանրապես։ Բա քեզ ինչ է հետաքրքրում։ Ինչ ես իմ աստեղ նստել։ Նստել սուրճ ախմում, վայելում ա օրը, գնա աշխատի։ Մի բան թող գլուխդ մտնի, գոնե այդքանը թող մտնի քո գլուխը, որ հիմա գործ չկա, պատվեր քիչ է, ստիպված աշխատողներից մի քանիսին հեռացրել են, չկա, հասկանում ես, պատվեր չկա հիմա, գործ չկա։